իմ Լոս Անջելեսյան բարեկամներից մեկը պատմում էր, թե ինչ մթնոլորտ է եւ ինչ իրավիճակ է մարդկանց մոտ, մասնավորապես Լոս Անջելեսում։ Ես ինչի եմ սա կարևորում, որովհետեւ շատ կարևոր են մեր գաղթօջախներում տրամադրությունները, մասնավորապես մեծ գաղթօջախներում Ռուսաստան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, քանի որ հայերով ամենաշատ կոնցենտրացված խիտ համայնքներով ապրում են Լոս Անջելեսում, դրա համար շատ եմ կարևորում նաեւ Լոս Անջելեսյան տրամադրությունները եւ իմ բարեկամի վկայությամբ անտարբերության եւ անտեղյակության տոկոսը սարսափելի մեծ է այնտեղ։ Ինձ ասում էր, որ ճիշտ է, քեզ շատ են լսում Լոս Անջելեսում, բայց անտեղյակությունը շատ է։ Ես պետք է ասեմ, որ ցավոք սրտի այս ալիքը շատ չեն լսում Լոս Անջելեսում։ Մոտավորապես 7-8% ամբողջ դիտումների մեջ, որը շատ չնչին թիվ է։ Ոնց է պետք է հարցը լուծել։ Իսկ մի համայնքում, որտեղ լսում են բացառապես այս ճիվաղներին, դուք արդեն հասկանում եք, չէ՞, օրական իրենց ասածը կարող են մեկնաբանել եւ ներկայացնել որպես հաղթանակ։ Իրենք այն աստիճանի անասնացած ու լկտի են, որ կարող են սպանել մարդուն եւ հիմնավորել դա ձեզ ներկայացնել որպես լավություն ձեզ, որ ձեր երեխեքին սպանել եք, որ դուք լավ ապրեք։ Ու այս տրամաբանության մեջ ամբողջ մի համայնք, չասեմ ամբողջությամբ, բայց տեղի լրատվականների եւ քարոզիչների աշխատանքի արդյունքում հալած յուղի տեղ ուտում է դա։ Այո, որ կարելի է անհրաժեշտ է երեխեքին սպանել։ Բա Հայաստանի անվտանգությունը կախված է ինչքան երեխա կսպանվեր եւ ինչքան շուտ Արցախը պետք է հանձնվի Թուրքին եւ Հայաստանից էլ ինչ տարածքներ պետք է հանձնվի Թուրքին, որպեսզի հետո Հայաստանը հանձնենք, որը էլի լինելու է ըստ այդ լրատվականների եւ այդ պրոպագանդիստների հայ փսկությունը։ Հիմա ինչպես պայքարել սրա դեմ։ Դրա մեջ շատ եմ խնդրում Լոս Անջելեսում ապրող այն մարդկանց, ովքեր դիտում են, ովքեր ակտիվ են եւ ամեն անգամ ինձ ասում են ինչ կարելի է անել։ Այսօր ես որոշում եմ կայացել հստակ ինձ համար, որ այն ինչ որ ես անում եմ բավարար չի։ Եվ սա պետքա զարգացնել մի քանի քայլ բարձր եւ ներկայանալի լինել, հասանելի լինել Լոս Անջելեսյան հայկական համայնքներին։ Ինչեմ ասում համայնքներ, որտեղ նրանք շատ ցակուցրիվ ու բաժանված են եւ միասնական ոչ մի այդպես կառույց չկա։ Դասական կառույցները, դասական կուսակցություններն ու միությունները դրանք բաժան եղած են, դրանք հայկական օրակարգից քաղաքական ընդհանրապես չեն խոսում, հետեւաբար մենք 2 միլիոնանոց համայնքում այս վիճակը չենք ունենա, որտեղ կարող է Հայաստանի մասին հիշեն ցեղասպանության օրերին, ասենք sense, հա, տարելիցի օրերին, ապրիլի 24-ին ու հենց հաջորդ պատկանից մոռանան, մտածելով, եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, ինչ որ արել ենք ձեր համար ենք արել, ճիշտ ասում։ Խնդրում գրեք, տեսնենք ինչ ենք անում այդ համայնքում, որովհետև եթե մենք ինֆորմացիոն դաշտում պարտվում ենք, իսկ թշնամի լկտի է, թշնամու միջոցները շատ են, ես իշխանով հասկացա Լոս Անջելեսյան մեդիաների երևի մեծ մասը, եթե ոչ ամբողջականը, թողենք ինչ որ մի, հա, բան sense, ինչու մի մաս թողենք, որ իրանցից չի, բայց մեծ մասը ծառայում է պաստորեն այս թուրքական իշխանություններին։ Դե ինչի դիմաց է ծառայում արդեն էական չի։ Եթե մենք չկարողացանք բալանս փոխել մեր համայնքներում, մենք կկորցնենք։ Հիմա երևի մարդը կմտածի, ինչ կապ ունի ընտրություններում Լոս Անջելեսյան, ասենք, հայկական համայնքի ազդեցությունը։ Ուղիղ կա։ Այդ մարդիկ բարեկամներ ունեն։ Այդ մարդիկ գումարներ են ուղարկում, այդ մարդիկ ազդում են քաղաքական գործունեության վրա։ Այդ մարդիկ կարող են իրավիճակ ստեղծել, որ կառավարական ներկայացուցիչներից ոչ մեկ չկարողանա մտնի Կալիֆոռնիա։ Ոչ մեկի, ոչ միայն Կալիֆոռնիա, ամբողջ հայկական համայնքներում աշխարհով մեկ դրանցից ոչ մեկ իրավունք չունի մտնելու, որտեղ դուք պատկերացեք, որ այդ մարդիկ գնան ծապտալով ընդունեն, ասենք Ալիևին կամ Էրդողանին, կամ ասենք Թայլատ Փաշյանին։ Ոչ մի տարբերություն չկա, բայց դա գիտակցությունը չկա։ Ուստի ես խնդրում եմ, նույնիսկ պահանջում եմ, այս տեսանյութները, այն ինչ մենք իրար անում ենք, պետք է հասանելի լինի ցանկացած մեկին, համոզելով, փորձելով, չգիտեմ ինչ ձևերով, պետք է նայեն ոչ թե մեզ հետ համաձայն լինելու համար, այլ ասեն այլ ընտրանքը, այլ սկսեն մտածել, որ իրանց երեխեքի սպանությունը իրանց համար չի եղել։ Հայաստանի վերացումը դա հայի շահի մեջ չի մտնում։ Արցախը կյանքում չէ դատարկվել իր գոյության ընթացքում։ Ու դատարկվեց հիմա։ Ու դա պատահական չէր, դա ուղղակի վաճառվեց, որն հիմա Հայաստանին է սպառնում, հասկանում եք։ Բայց փաստացի ինֆորմացիայից կտրված մարդկանց համար դա հասկանալի ընկալելի չի։ Գիտեք ինչի։ Որտեղ իրենք չեն պատկերացնում ստորության եւ դավաճանության մասշտաբները, մտածում են ոնց կարող է հայ այդպես բան անել։ Չէ։ Մենք բոլորս չարունախանձենք, որ նման բաներ ենք խոսում։ Դա տակ ոչ մի հիմք չկա։ Վստահ եղեք, իրենք տենց են մտածում։ Որպեսզի իրենք կարողանան կարծիք վերանայել, իրենք պետք է լսեն այլ ընտրան։ Դրա համար իմ խորին խնդրանքն ու ակնկալիքն է,
որ այս հաղորդումների հասանելիությունը լինի մի քանի անգամ ավելի շատ, քան հիմա է։ Այդ դեպքում մենք կարող ենք վստահ ասել, որ մենք կարող ենք իրավիճակ փոխել։ Ինֆորմացիոն դաշտում, իսկ հենց ինֆորմացիոն դաշտում իրավիճակը փոխվեց, գետնի վրա փոխվել է մի անգամից։